Տեր տարոն կներկայացնեք, ինչ կատարվեց ներսում։ Ուրեմն սիրելիներ, ինչպես արդեն նշեցի, ես այսօր եկա, որպեսզի ներկայանամ կարգապահական հանձնախմբին։ Ես ասացի, որ ես հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ իմ անձնական հարցերը քննելու, առավել ևս իմ ծառայական եւ ինձ հետ կապված որևէ քրիստոնեական հարց քննելու, քանզի ես պատշաճ չեմ համարում տեսնելով թե ովքեր են հանձնախմբի անդամները եւ ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, նոր դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին։ Ես անուններ չեմ տալու, ձեզ հայտնի են, վերջին ժամանակներում բոլոր անդամներն էին ներկա դեր հայտ։ Խնդրում եմ մնացյալ հարցերը ճշտել տեղեկատվական Ինչ եք խուսափում Տեր տարոն ներկայացնելուց։ Սիրելիներ, մնացյալ հարցերը ճշտեք կարգապահական հանձնախմբին։ Իսկ կա հայ առաքելական եկեղեցում մեկ միաբան, որ իրավունք ունի ձեր հարցը քննարկել։ Հիմա տեսեք, ինչ հանձնախումբ որ կա, ինչ որ նշանակված է, ովքեր որ ինձ սպասում էին, ես իրենց հետ հանդիպեցի, ես նախապես չթաքցրեցի, որ ես չեմ քննարկելու, եթե ինձ համար անընդունելի մարդիկ լինեն, որոնց որ իսկ վարքը քննելու է։ Ես կարծում եմ, որ ես գաղտնիք չեմ խոսում եւ բոլորը լավ հասկանում եք, ինչի մասին է խոսքը, ու մասին է խոսքը։ Խուսափում եք անուններ տալուց Տեր տարոն։ Բայց ինչու եք խոսում, ասում եք բոլորը հասկանում են, ակնարկներով եք խոսում։ Սիրելիներ, մնացյալ կարծիքները թողնում եմ ձեզ։ Տեր տարոն, մինչև վերջ կպատմեք ինչ եղավ, այդքան ասացի։ Այդքան ես ասացի, որ թույլ տվեք, ես հրաժարվեմ այս կազմի հետ։ Ես ամեն ինչը պատմեցի, այդքան ասացի եւ դուրս եկա։ Ակնկալում եք, որ կաթողիկոսը պետք է հեռանա մյուս քահանաների նման Տեր Արամի ովքեր ունեն այդ պահանջը։ Ես կարծում եմ, որ հայ եկեղեցում ամեն մի մարդ, որ հոգևոր չէ, պիտի հեռանա։ Ես չեմ ուզում անուններ տալ։ Դա ժողովուրդը կարող է գնահատել։ Դա Աստված կարող է համարել, ժողովուրդը կարող է համարել։ Ես ով եմ, որ դա համարեմ։ Դուք ձեր ծառայությունը լիարժեք համարում եք։ Դուք ինչու եք ինձ հարցեր տալիս, որոնց պատասխանը միայն Աստված գիտի։ Լրագրողների եւ լրագրողները պարտավոր են ձեզ հարցեր տալ։ Շատ լավ։ Ես էլ ձեր հարցերին պատասխանել եմ եւ պատասխանում եմ եւ պատասխանելու եմ։ Կան հարցեր։ Իրականացրել եք թե ոչ։ Սիրելիներ, կան հարցեր, որոնց պատասխանը միայն Աստված գիտի։ Հիմա դուք ինձ այնպեսի մի հարց եք տալիս, որ ես դրա մասին կիմանամ, երբ որ գնամ դրախտի եւ դժոխքի մի վարքյան։ Դժոխքի եւ դժոխքի աշխարհ բաժանի ժամանակ կիմանամ եւ կհասկանամ։ Ֆիզիկապես եղել եք Ես սիրելիներ, չեմ ուզում շատ մանրամասնել, միայն սա ասեմ եւ ներողություն խնդրեմ պիտի գնամ, որպեսի կարգապահական հանձնախմբի հետ հանդիպումը լուսաբանված լինի եւ արդարացի լինի։ Ինչպես լուսաբանենք, երբ դուք անգամ չեք ուզում անուններ տալ։ Պատարագին այս հրավերը կարգապահական հանձնախմբին մասնակցելը, քանի որ դուք այնտեղ պատարագի եք մատուցում։ Սիրելիներ, տեսեք, ինձ հետ կապված հարցերը կարգապահական հանձնախմբի, ես պատահական չէ, որ հրապարակել եմ իմ Facebook-յան էջում, դուք տեսել եք բոլորը, թե ինչ հրավեր է, որի մեջ նշված է, թե ինչ հարցերով պետք է ինձ քննել։ Այդ հարցերին ես չեմ անդրադառնա, քանզի դա ներքին անձնական հարցն է եւ դա իմ եւ եկեղեցու միջև հարաբերությունների հարցն է։ Ինչ վերաբերում է կներեք եւ եկեղեցու հարաբերությունները։ Չի ասի, ինչ վերաբերում է Հովանավանքի պատարակների իմ մասնակցությանը, ես այնտեղ մասնակցել եմ։ Միշտ, երբ որ ինձ լրագրողները մոտեցել են, ես բոլոր նրանց հարցերին պատասխանել եմ, երբեք չեմ խուսափել։ Ես իմ հայացքները այնտեղ արդեն իսկ հնչեցրել եմ։ Հանձնախմբի հետ կապված։ Նույն հարցերը ինձ տալիս։ Հանձնախմբի հետ կապված։ Ներողություն, Ինչ վերաբերում է ես Թալենին կմասնակցեմ, թե չեմ մասնակցելու, դա դեռ կորոշվի։ Հանձնախմբի հետ կապված, որ ասում եք այս կազմը, այս նույն կազմն է ձեզ օծել որպես քահանա, դա ընդունում եք։ Սիրելիներ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Ուղիղ պատասխանում եմ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Այս տաճարի մեջ։ Ում օրնած Միրոնով Տեր տարոն։ Իսկ ձեզ որևէ բան խոստացել եք Մայրաթորին դուրս գալու համար։ Մայրաթոր հայ առաքելական եկեղեցու օրնած Միրոնով։ Ձեզ որևէ բան խոստացել եք եկեղեցուն դեմ դուրս գալու համար։ Որևէ բան խոստացել եք։ Ես նման եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որևէ բանով։ Դուք Ռուսաստան տաքսի վարել եք,
Եւ իշխանության հրահանգով եկել այստեղ։ Իշխանության հրանգով Այո։ սիրելիներ Տաքսի վարել եք Ռուսաստանում։ Թեմում չէի Ռուսաստանում եկել Սիրելիներ։ պատարագին մասնակցել Սիրելիներ, տեսեք։ Ձեր ծառայության վայրում չէիք, չէ՞ Տեր հայր։ Սիրելիներ, տեսեք։ Իմ ծառայության վայրում լինել չլինելու մասին ես մեկ անգամ արդեն ասել եմ, լրատվության հայտնի է, որ ես ունեցել եմ արձակուրդ իմ առաջնորդից, Բագրատ Սրբազանից անժամկետ։ Այդ արձակուրդի, այո, իհարկե լինում է, Բագրատ Սրբազանի պարագայում չի եղել։ Ժամկետը երբ լրացավ։ Եղել է, չէ՞։ Հիմա նույն Սրբազանից մինչև իհարկե, նույն Սրբազանից մինչև իր արձակուրդ գնալը ես ինքս արձակուրդ եմ վերցել, Սրբազանին հայտնի էր իմ անձնական խնդիրները եւ այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է եւ հասկանում է հոգևոր որևէ խնդրանք եւ ըմբռնում է։ Տարբերություն շատ է։ Ինչ վերաբերում է իշխանությունից որևէ ակնկալի կամ իշխանության որևէ հրահանգ, ես դրան արդեն իսկ պատասխանել եմ, որը շարժվում եմ իմ համոզումներով։ Եվ ինձ համար կա մի թագավոր, ինձ համար կա մի Տեր, դա Հիսուս Քրիստոսն է, ով որ ինձ ասում է ես ինչ անեմ, ինչ չանեմ։ Մնացած ովքեր որ ինձ ինչ որ բան կասեն չեն ասի, դա չի նշանակում որ ես դա կարող եմ անել կամ ինչ որ մեկ ինձ ուղղորդում է։ Սիրելիներ, ես կարծում եմ որ Աստված ինձ այնքան միտք է տվել, որպեսզի ես կարողանամ ինքս իմ որոշումները կայացնել։ Ամեն մարդը սխալական է, ես էլ կարող եմ սխալներ գործել եւ մեղա Աստծո թող Աստվածների ինձ, եթե ես մի սխալ բան գործեմ, բայց ես չեմ վախենում իմ սխալը բարձրաձայնելու, դրա համար ներողություն խնդրելու, իմ ժողովրդի բոլորից եւ դրա համար ապաշխարելու։ Ես կարծում եմ, որ մեր շատ եկեղեցականների, հատկապես բարձրաստիճան, հենց խնդիրը սրանում է, որ մենք քրիստոնեաբար չենք վերաբերում մեր սխալներին։ Այո, մենք բոլորս էլ մարդ ենք, կարող ենք սխալվել, բայց դրա համար այդ սխալը մաքրելու, շտկելու համար Աստված մեզ ճանապարհը ցույց տվել է։ Հայ առաքելական եկեղեցին ունի այդ ճանապարհը։ Դա գաղտնիք չէ, սիրելի։ Դուք մի հեռախոս եք հրաժարվել սկի թողնել ընդեր, հիմա շատ բարձր բաներից եք խոսում։ Մենակ ձեր հեռախոսը խնդրում եմ հերթով տարբեր հարցեր եք տվել։ Հեռախոսը ինչու ես պիտի թողնեմ։ Ինչ եմ անում, ինչու է ինձանից պահանջվում նման փոքր ցածր բաներ հեռախոսը թողնել։ Վարչապետի մոտ գնալիս երբ որ պահանջվի թողնել, չեք թողնելու։ Սիրելիներ, ես ամեն պահի կայացնում եմ համապատասխան որոշում։ Եթե ես այս պահին կարծում եմ, որ իմ հեռախոսը պիտի թողնեմ տունը, տնից դուրս գամ, թողնում եմ տանը։ Եթե այս պահին ստացվել է, որ հեռախոսը ինձ մոտ է, ես չեմ կարծում, որ հայ առաքելական եկեղեցում հոգևորականի հետ խոսելու համար պիտի պահանջի հեռախոսը ինչ որտեղ թողնել։ Դա ինձ համար արդեն իսկ աբսուրդ է, բայց դա մի կողմ։ Ես ինչու պիտի իմ հեռախոսը թողնեմ, եթե ես եկել եմ հոգևորական մարդկանցից ինչ-որ բան հոգևոր թեմաներ խոսելու։ Մի մակարդակի վրա լինեք Տեր հայր։ Ինչ կապ ունի մակարդակը։ Հիմա մեկը մտնի բան գողանա, ինձ ասի արի իր այդ գողանանք մի մակարդակի ենք, մենք էլ ենք գողանում, դու էլ գողացի։ Հեռախոսը կառավարություն իշխանության ներկայացուցիչների մոտ գնալիս էլ չեք թողնել։ Սիրելիներ, իմանանք, որպեսզի հետևեն։ Կամ դեսպանատներ ավելի հավանական է։ ես երբևէ նման խնդիր չեմ ունեցել եւ դրա մասին մտածելու կարիք չեմ ունեցել եւ կարծում եմ հիմա դա մանր հարցեր է կարող։ Ինչպես եք տեսնում գործալուծում իշխանությունների եւ եկեղեցու միջև այս հեռահաղանալիջին, վարչապետը օրինակ կաթողիկոսի հեռացումն է պահանջում, կիսում է դեսմատությունը թե ոչ։ Ինձ թվում է կարևոր հարց եք տալիս, որին թերևս ես ավելի ուշ կանադառնամ։ Իսկ չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ձեր օգտագործում է քաղաքականություն։ Ինչպես։ Նույն հովանավանքում պատարագի մասնակցել։ Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանը ինձ հրավիրել հովանավանքում պատարագի մասնակցել։ Դուք կարծում եք, որ Տեր Արամը իմ ընկերն է, իմ սենյակում է բնակ մենք միասին մի քանի տարիներ ճեմարանում, սենյակակից են եղել եւ մեր մտքերը վաղուց են հատվում։ Բագրատ Սրբազանը ձեր ավակ ընկերը չէ Տեր հայր։ Ժամանակներ եւ ես Տեր Արամին մոտ գալու նրանից նրա խնդիրը լսելու, չնայած ես նրա խնդիրներին գրեթե միշտ տեղյակ եմ եղել, համար ինձ պիտի վարչապետը կանչեր, որ ես իմ ընկերոջ հետ ինչ որ բան խոսեմ կամ որևէ տեղ, որևէ հարթակում նրան հաջակցել կամ նրա մատուցված պատարագին ես գնամ եւ իմ օգտակարությունը փորձեմ բերել, նրա ձեռքից հաղորդություն ստանալ, ինչու՞ չէ նաեւ նրան օգնել հաղորդություն բաժանել ժողովրդին։ Սրա համար կարիք կա, որ ինձ
որևէ մեկը դա Դե տանը ներեցեք։ ինչպես Կարգապահականը երբ Դավիթի ծեզերի չեք գալու ձեզ։ Դեցեք գալի այստեղ հացը ճշտեմ։ Ինչպես? Այլևս չեք գալու ձեր անձնի դարմանը։ Որտեվ կան Սիրելիներ, քանի հստակ ասեմ ձեր հարցին հստակ պատասխանեմ։ Քանի դեռ այս կազմն է կարգապահական հանձնախմբում, ես չեմ գա։ Իսկ եթե որևէ բան որոշի աստված է, բայց ես հանձնախումբը, այդ կարծիքը ունեմ։ առանց ձեզ եթե որևէ բան որոշի, օրինակ Ստեփան Ասատրյանի մասով դուք ասում եք, որ առանց իր ներկայության են կարգալույց արել, դատել են, ես դա անվավեր եմ համարում եւ այլն։ Ասադրանում նկար։ Դուք լավ գիտեք ում նկատի։ Կարգալույց եղած դեր Կարգալույց Արամեն։ եղած նախկին քահանայի։ Եվ Դուք իր մասով ասում եք առանց իրեն են որոշել, որ պետք է կարգալույց անեն եւ ես դա անվավեր եմ համարում, դուք եք ասել, եթե չեմ սխալվում, վերջին կիրակ։ հաստատում եմ։ Առանց ձեզ եթե որոշում կայացնի խորհուրդը, ինչպես կվերաբերեք այդ որոշմանը եւ եթե ենթադրենք կարգալույց անեն ձեզ, բացառում եք, որ պատարակներ չեք մատուցի, ինչպես ձեր սիրելի Ստեփան Ասատրյանը։ Սիրելիներ, երբ որ դա ինչ-որ որոշում լինի, ես այն ժամանակ բնականաբար կարձական։ Ինչ վերաբերում է կարգալույց կանան չեն անի, դա իրենց որոշումն է։ Եվ հետո ես մի անգամ էլ առիթ եղել է կարգապահական հանձնախմբի կարգալույց անելու իրավունք ունենալու թե չունենալու մասին Հովանավանքում այդ մասին արդեն խոսել եմ եւ հնարավոր չեմ բացառում, որ կարող են նաեւ դրան անդրադառնալ։ Տեր այլ դուք այնտեղ ասում եք, ես այսօր առավոտ եմ հենց լսել նորից, դուք այնտեղ ասում եք, որ առանց Ստեփան Ասատրյանի կամ ձեր խոսքով Տեր Արամի ներկայության են կայացրել այդ որոշումը իրեն կարգալույց անելու։ Դրա համար դա անվավեր է։ Հիմա այսօր ասում եք այս կազմը։ Հիմա ինչով է վավերությունը կամ անվավերությունը որոշում։ Իսկ ձեր կարծիքով խնդիրը միայն մեկը պիտի լինի։ Խնդիրները կարող են տարբեր լինել։ Այո, դա էլ է խնդիր, որ առանց նրա ներկայության են քննել, քանզի նրան նա ներկայացրել է, որ կներկայանա եւ կներեք, թողեք պատասխանեմ սիրելիս։ Նրան ներկայացրել է, որ կգա, բայց չեն սպասել նրան։ Ինչով էր պայմանավորված։ Արդյոք այդտեղ միտում չկար, որ մինչև կիակի օրը պիտի նրան կարգալույց անեին։ Ես միտում տեսնում եմ օրինակ։ Դա մեկ, երկրորդը դա չի նշանակում, որ ուրիշ հարցեր չկան, ուրիշ հարցեր կան, այո, կարգապահական հանձնախմբի իրավական կարգավիճակի հարց կա, որին ես եւս անդրադարձել եմ, դա չի նշանակում, որ ես տարբեր բաներ եմ խոսում, ոչ, ես եւ նրա մասին եմ խոսել, եւ նրա մասին եմ խոսել։ Ներողություն, էլի Տեր Հայր, երբ որ ծառայության էիք անցնում Հայ Առաքելական եկեղեցում, չգիտեք, որ կարգերն օրինակ այսպիսին են, այդ հանձնախումբն է որոշում որոշելու նաեւ ինչ-որ մի օր ձեր կամ ձեր ծառայակից եղբայրների ճակատագիրը։ Ժամանակները փոխվում են։ Երբ ընտրում եք, որ պետք է գաք։ Ժամանակները փոխվում են, ժամանակների ընթացքում օրենքներն ու հանձնախմբերը եւս փոխվում են, օրինաչափությունները եւս փոխվում են։ Ես ձեզ ասեմ ավելին։ Կարգապահական հանձնախմբի հետ իմ այսօր ցանկություն չունենալը քննելու այդ հարցերը կապված են վերջին ժամանակների համացանցում հրապարակումների հետ։ Կոնկրետ։ Ես չեմ կարող անուններ տալ։ Ես չեմ կարող անում, չեմ ուզում անուններ տալ սիրելին։ Կարող եմ, բայց չեմ ուզում։ Դե համացանցում օրը միլիոն հրապարակում է Սիրելիներ։ Մնացած մեկնաբանություններ թողնում ձեզ եւ իմ հայ ժողովուրդ։ Բայց դուք վստահ եք այդ ինֆորմացիան։ Հոգևոր ծառայություն իրականացնելը, տեսեք, հոգևոր ծառայություն իրականացնելը դա իմ կոչումն է։ Ես ինքս որևէ պաշտոնական արձակուրդից վերադառնալու այս պահին հարց չի քննարկվել, այս պահին չկա նաև նախագծում, բայց չեմ բացառում։ Իմ արձակուրդ գնալը չի նշանակում, որ ես Աստծուն արձակուրդ եմ հայտարարել։ Այնտեղ, որտեղ ես գտնվել եմ, ես միշտ այդ եկեղեցիներու պատարակների մասնակցել եմ, ժամանակ առաջ եք արձակուրդ հոգևոր գործունեությամբ զբաղվել եմ։ Ինչքան ժամանակ առաջ եք գնացել։ Ես ուրեմն ասեմ, դա այդ հարցը շատ տեղին հնչեց։ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահը ներկայիս ուրեմն Ազատություն ռադիոգայանի հարցազրույց տալու ժամանակ նշել էր, որ 2022 թվականից չեմ ներկայացել եւ լքել են ծառայության վայրը։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստել է այդ հարցում իմ հոգևոր եղբայրին եւ ես կաղորդեմ իր հոգեբության համար եւ ես չեմ շարանում։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստել է։ Ես 2022 թվականից ծառայել եմ
Տավուշի թեմում եղել եմ Հավատի հանքի լուսարապետը եւ ես Սրբազան հորից թույլտվությունը իմ արձակուրդի ստացել եմ 2001 տարի կես առաջ փետրվար ամսի 5-ին Ես ներողություն եմ խնդրում էլի։ Իսկ այնտեղ ծառայել եմ շուրջ 2 տարի Ներողություն, դուք ասում եք ազատությունում այսպիսի տեղեկություն է հայտնվել եւ հերքում եմ, դա սուտ է, բայց մի քիչ առաջ ասում եք համացանցում տեղեկություններ կան, որը կարծես հավատում եք, որոնց դրանց իսկությանը չեք կասկածում որևէ։ Ես կարգապահական հանձնախմբին չասեցի, որ որևէ մեկը մեղավոր է։ Ես խնդրեցի, որպեսզի քննեն իրենց անդամների հարցերը։ Երբ որ կքննեն, երբ որ կպարզվի, կհրապարակվի, ամեն ինչը պարզ եւ ճշմարտացի կդառնա, հաստատված կդառնա, այն ժամանակ էլ ես էլ իմ արձագանքը կանեմ եւ իմ պատասխանը։ Դա է լավ հարց է, ես դրա մասին էլ կուզեի, որ հանրությունը իմանա։